Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կարծես Էրդողանն է այստեղ կազմակերպում Փաշինյան-Ալիև հանդիպումը քաշում փոքր եղբոր Ալիևի ձեռքից, նրան ուղղորդում դեպի Փաշինյանը, ուրախ զվարթ է Ալիևը, պատճառը դեռ չգիտենք։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրար հերթ չտալով կադրեր հրապարակեցին իրենց նախագահի ոտքի վրա ունեցած ջերմ հանդիպումներից, զրույցներից՝ Ալիև Էրդողան, Ալիև Մակրոն, Ալիև Փաշինյան։ Վերջիններս նաև սուրճի սեղանի շուրջ նստեցին։ Փաշինյանի էջում հրապարակված կադրերում նա խոսում է, Ալիևը լսում, մեկ-մեկ գլխով է անում։ Հետևեցին կադրեր նաև արտգործնախարարների եւ խոսնակների մասնակցությամբ Ալիև Փաշինյան զրույցից։ Ինչ են քննարկում կողմերը Հայաստանի կառավարության հաղորդագրությունը խիստ պաշտոնական է։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Գործընթացի վիճակի մասին Փաշինյանը ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում էլ խոսել է, ըստ էության նոր բան չասելով։ Մինսկի խմբի լուծարմանը Հայաստանը պատրաստ է, իսկ մեր մայր օրենքում հարևաններից տարածքային պահանջներ չկան։ Խաղաղության պայմանագիր կնքել պատրաստ ենք։ Իդեպ մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ դե յուրե սահմանադրական դատանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Ալիև Փաշինյան այս խառը ոչ պաշտոնական շփումների ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի ղեկավարի դիտարկումները տեղն ու տեղը հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ որակեց։ Ընդգծեցին սահմանադրության փոփոխությունը խաղաղության ստորագրման առանցքային պայման է, ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Մակրոնն էլ է անդրադարձել Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի իր ելույթում Ֆրանսիայի նախագահը լիովին աջակցություն է հայտնել երկու կողմերին։ Նրա խոսքով այդ կարևոր փաստաթղթի խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին։ Կարմիր գորգով անցնելիս էլ վրացական հարթակի մասին են հետաքրքրվել լրագրողները Փաշինյանից, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից։ Փաշինյանը գնահատում է այս հարթակը եւ դեռ ավելիին է սպասում։ Թբիլիսիում տեղի ունեցած փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ այն կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ։ Հետո դիվանագետների այս հավաքի խորհրդանշական լուսանկարի պահն է, իսկ ավելի ուշ տեղեկանում են, որ Փաշինյանը հանդիպել է նաև Եվրամիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացման ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։ Շոշափելի արդյունք կտա արդյոք այս եվրոպական հավաքը, որ աչքի ընկավ բազմակողմ հանդիպումներով, դեռևս առաջիկայում պարզ կդառնա։ Պուտինը Ստամբուլ չեկավ, այդպես էլ մայիսի 15-ը ռուս-ուկրաինական բանակցությունների համար ձախողված օր կամրագրվի պատմության մեջ։ Մայիսի 16 ռաունդ երկրորդ 3 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլում հանդիպել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները։ Թուրքիայի ներկայացուցիչը բացման խոսքից հետո էլ հեռացել է։ Իդեպ ռուս-ուկրաինական շփումը ըստ որոշ աղբյուրների թարգմանչի միջոցով է։ Նախքան տեղի ունենար այս կողմերի հանդիպումը, բանակցային սեղանի շուրջ նստեցին նաև Սպիտակ տան ներկայացուցիչները։ Պետքարտուղար Ռուբիոյի գլխավորությամբ իհարկե առանց Ռուսաստանի ներկայացուցիչների։ Այստեղ հանդիպումը Ամերիկայի, Թուրքիայի ու Ուկրաինայի ներկայացուցիչների միջև էր։ Այս հանդիպումները փակ դռների հետևում են, գաղտնազերծումները քիչ, բայց դիվանագիտության մեջ պատահականություններ չկան։ Քաղաքագետները ենթադրում են, ռուսական պահվածքը մատնում է, պահանջներ շատ են հնչելու։ Մթնոլորտը դժվար թե համագործակցային լինի։ Ռուսական կողմը ինչքան երկար ժամանակ տևի պատերազմը, այնքան ռազմաճակատում հաջողություններ է ունենալու եւ հաջողությունները ռազմաճակատում իր կողմից նաեւ քաղաքական դիրքորոշումների ամրապնդման հիմք են։ Իսկ հատկապես այս պարագայում, երբ որ ուկրաինական հարցի հետ կապված Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների դիրքորոշումը բավականին տարբերվում է, եւ այս հակասությունների ֆոնին ռուսական կողմը կարելի ասել նաեւ դիվանագիտական ճակատում հաջողություններ ունի։ Հանդիպման ընդմիջումից հետո Reuters-ը վկայակոչելով ուկրաինական աղբյուրները հաղորդում է, որ Ռուսաստանի բանագնացներն ավելի անիրատեսական պահանջներ են հնչեցրել, քան նախկինում եղածները։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ ռուսական պատվիրակությունը այդ թվում պահանջել է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքը ռուսական բանակի գրաված տարածքներից։ Կողմերն այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել։ Մոտեցումը եւ ակնկալիքները բանակցություններից կարծես թե ռուսական կողմի համար
այդքան էլ մեծ չեն եւ ռուսական կողմը այս ժամանակահատվածում կարծում եմ կամրապնդի իր դիրքերը ռազմաճակատում, որը իրեն հնարավորություն կտա ել ավելի կոշտ դիրքորոշում արտահայտել տարբեր սկզբունքային հարցերի հետ կապված եւ ավելի մեծ զիջումներ պահանջել Ուկրաինայից Ընդմիջում ուզել ու հեռացել է ռուսական կողմը հազարի դիմաց բանաձևով գերիների փոխանակում իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հետևել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ըստ պաշտոնյայի ուկրաինական կողմը բանակցությունների ժամանակ նախ եւ առաջ հրադադարի հարցն է քննարկել եւ բարձրացրել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը։ Դեռ այսքանը պաշտոնյան խոստացել է բանակցությունների հաջորդ փուլի օրակարգ առաջիկայում ներկայացնել։ Ռուսական կողմը արդյոք գոհ է բանակցություններից, Կրեմլը դեռ լուռ է։ Մեկ ամիս է ադրբեջանական կողմը կրակում է հայկական գյուղերի վրա, պաշտպանության նախարարությունը հաճախ դրանց մասին կամ խուսափում է լրատվամիջոցներին պատշաճ տեղեկություն տրամադրել, կամ էլ սահմանափակվում է կարճ հաղորդագրություններով։ Ազգային ժողովի ընդդիմադիր թևն էլ համարում է, որ հրադադարի ռեժիմի խախտման փաստերը կոծկվում են։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադարի ռեժիմի խախտումները։ Սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծականակ զենք է գնել։ Դա ազգային ժողովի ընդդիմադիր թևին մտահոգում է։ Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից եւ որոշ եվրոպական երկրներից։ Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ որ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը եւ միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրների ինչ սպառազինություն է գնում։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը։ Այս պահանջների ֆոնի վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հետաքրքրվել են լրատվամիջոցների իշխանական падգամավորներից։ Պատասխանել են, թե իրենց էլ է ադրբեջանական սահմանադրության բովանդակությունը մտահոգում։ Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ադրբեջանական կողմի նպատակը մեկն է՝ սահմանը լարված պահել եւ այդ լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա, ու այդպիսով բացահայտել, թե հայկական կողմն ինչ պատրաստվածություն ունի։ Եվ նաեւ շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաեւ այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու։ Կրակելով հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հենք է ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն էլ կարծում է, որ դրա պատասխան գնահատականը պետք է պետությունը, անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը տան։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմներ միշտ համարժեք պատասխաններ էր տալիս։ Հայաստան խմբակցությունը խորությամբ չի տիրապետում, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստում, սակայն խմբակցությունը նկատում է, որ Ադրբեջանի ճնշումների հռետորաբանությունը Հայաստանի վրա այդ ուղղությամբ չի պակասում։ Այդ երկիրը Հայաստանին անընդհատ նոր պարտադրանքներ ու նոր ցանկություններ է ներկայացնում։ Իշխող քաղաքացիական խմբակցությունից հեռացած ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրել Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ԿՊ-ից հեռացվելուց հետո նոր կուսակցություն են հիմնադրել։ Թուրքիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցություններն ավարտվել են Ստամբուլում։ Դրանք տևել են ավելի քան 1 ժամ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում են պետքարտուղար Ռուբիոն եւ հատուկ դեսպանորդ Քելոգը, ինչպես նաեւ դեսպան Բարակը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը եւ արտաքին գործերի նախարար Սիբիգան։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտու Բավրա գյուղից 8 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժը գրանցվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Ղազանչի գյուղերում։ 2-ից 3 բալ ուժգնություն։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործված կաթուցիչներ եւ 2 կշեռք։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Արտաքինից անվտանգ թվացող փոքր խալն անգամ ամբողջ օրգանիզմը կարող է ախտահարել, եթե դրա չափսերի, անկանոն եզրերի կամ գույնի փոփոխությունը չնկատեք, ժամանակին բժշկի չդիմեք։ Հավանաբար արևի ճառագայթների ազդեցության ծխախոտի կամ էլ սթրեսի արդյունքն է, որ մաշկային ուռուցքային հիվանդության, մասնավորապես դրա ամենաագրեսիվ տեսակներից մեկին մելանոմային է հանգեցրել։ Օրինակ, մեր երկրի պաշտոնական վիճակագրությամբ յուրաքանչյուր տարի 60-ից 70 մարդու մոտ է այն ախտորոշվում։ Այս թվի հետ սակայն հաշտ չեն առողջապահության նախարարությունում, պաշտոնյաները ասում են, իրական պատկերը չի արտացոլում։ Պացիենտները, որոնք կարիք ունեն հետազոտման, իրենց քանակը չի ավելանում։ Չգիտես խի մարդիկ անուշադրության են մատնում, մաշկի վրա տեղի ունեցող փոփոխությունները, չեն դիմում մասնագետների, երբեմն դիմում են ոչ ճիշտ մասնագետների, այն մասնագետների, որոնք չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Այն բոլոր դեպքերը, երբ որ դիմում են մարդիկ տարբեր տեսակի կոսմետոլոգիական սալոններ, իբր վառում են խալերը, այսպես կոչված, եւ այլն, բաց թողումները շատ են լինում եւ մելանոմայի դեպքերը մենք այդպես էլ չենք կարողանում ընդգրկել ուռուցքաբանի եւ մաշկաբանի հսկողության տակ եւ բաց են մնում այդ դեպքերը։ Տարեկան 60-ից 70 դեպքերն ի դեպ հիմնականում հայտնաբերվում են 4-րդ փուլում, վիճակագրությունը ճիշտ կես-կես է, 50% դեպքերում առաջինից 3-րդ փուլ, մյուս 50%-ը 4-րդ։ Ավելի ուշ ավագ սերնդի մոտ են ախտորոշում, պակաս ուշադիր են մաշկի փոփոխությունների նկատմամբ երիտասարդների համեմատ, սակայն քաղցկեղի այս տեսակի դեպքում էլ շուտ հայտնաբերումը մինչև 100% բուժման երաշխիք է։ Հայաստանը իհարկե ամենաբարենպաստն է, որովհետև գենետիկորեն մենք բաց մաշկ ունենք, հին հայը ավելի բաց մազերի գույն է ունեցել, ավելի բաց աչքեր է ունեցել, աչքերի գույն է ունեցել եւ արևի ճառագայթումը դե Հայաստանում գիտեք, բավականին բարձր է, բայց ինչն է հետաքրքիր, որ գենետիկորեն մեր օրգանիզմը հարմարվել է այս պայմաններին եւ կարծես թե ինչ որ պաշտպանական մեխանիզմներ են մշակվել։ Դրա համար եթե ենթադրենք, որ մենք տարեկան ախտորոշում ենք, չենք ենթադրում, գիտենք, որ ախտորոշում ենք 70-80 դեպք, եկեք կրկնապատկենք կամ միգուցե եռապատկենք այդ թիվը եւ ընդհանուր մելանոմաների թիվը պատկերացնենք։ Արևի ճառագայթների ներքո եք լինելու, անպայման արևապաշտպան օգտագործեք, դրա կարիքն անգամ այսօր կար, երբ անբամած էր երկինքը, ասում է բժիշկը։ Ի դեպ, արդեն 26 տարի մայիսը քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի ամիս է համարվում։ Երևանի ու մարզերի բուժկենտրոններում անվճար հետազոտություններ կլինեն։ Անցած տարի ախտորոշված բուժառուներն արդեն առողջ են։ Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում հենց այս խորագրով այս տարի կանցկացվեն թանգարանների գիշեր եւ թանգարանների միջազգային օր ամենամյա միջոցառումները մայիսի 17-ից 18-ը։ Ծրագրին միացած Հայաստանի 100-ից ավելի թանգարաններ, որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ։ Մեկ անգամ եւս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերներին, դիմագրավման եւ մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում։ Նախորդ տարի մենք ավելի քան 100,000 այցելու ենք ունեցել թանգարանների գիշերվա ընթացքում։ Այս տարի էլ ծրագրին միացել են ավելի քան 100 թանգարաններ։ Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, թանգարանը մեծ շուկով է պատրաստվել իրադարձությանը։
20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ, փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին, եւ մեծերին, եւ զբոսաշրջիկներին։ Տարվա սկզբում Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը հանդես կգա նաեւ միջազգային ծրագրերով։ Համագործակցություն է լինելու Փարիզի Ինալկո համալսարանի հետ, որտեղ 2 օր շարունակ համաժողով է տեղի ունենալու իսահակյանական, ներկայացվելու է այնտեղ նաեւ վարպետը անիմացիոն ֆիլմը, որը ստեղծել է թանգարանը նորից նախարարության դրամաշնորհով, եւ շնորհանդեսը տեղի ունենալու Աբուլալա Մահարի պոեմի ֆրանսերեն հայերեն տարբերակի, ինչպես նաև Վենետիկում ենք ունենալու միջոցառումների շարք։ Մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուների առաջ դռները բաց կպահեն ու կներկայանան յուրահատուկ ծրագրերով։ Այս տարի եւս մայիսի 17-ին ժամը 11-ից 24-ը թանգարաններն անվճար բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին։ Իդեպ միայն 2024-ի վերջին Հայաստանում թանգարան են գնացել 1,245,000 այցելու, որից 50%-ը շրջիկներ։ Աչափնյակի Մարտիրոսյան եւ Զոհրաբ փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է։ Կեղտաջրերը մի ամբողջ փողոց են ողողել։ Անցուդարձ անել ու տարածքում կանգնել հնարավոր չէ։ Դեպի մի քանի 100 մետր այն կողմ դպրոցն է եւ երեխաները այս վիճակում։ Հիմա ասում են նույնիսկ մի փոքր դանդաղել է կեղտաջրի դուրս գալը, բայց օրվա պիկ ժամերին ավելի շատ է դուրս գալիս եւ այս հատվածով նույնիսկ ասում եմ հակագազն էլ չի փրկում, խեղդում է հոտը։ Դե լուկը բացել ենք, որ այս ջուրը գնալեցվի մեջ է, թե չէ փողոցով ներքև երեխեքը մոտո մայթերով տանում էին դպրոց արա։ Դրանց հոսքն այնքան ուժեղ է, որ անգամ հասարակական տրանսպորտի կանգառ են հասնում։ Քաղաքացիները նույնիսկ դրանից օգտվել չեն կարողանում կեղտաջրի ու գարշահոտի պատճառով։ Այս կանգառը չէ օգտագործվում։ Ես թազա բնակիչ եմ 2-3 տարվա։ Էսի լսենց է, անձրևի ժամանակ ես դրով, սաղս ես տանում փողոց։ Բոլոր այդ ջրագծերը միացրել են անձրևատարները, միացված սրան, ինքը չի երի։ Վեոլիաջրին ու Աչափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին պարբերաբար են դիմել։ Հիմա էլ քաղաքային իշխանությանն են դիմում։ Ուզում են, որ միջամտեն ու խնդիրը արագ լուծեն։ Մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված եւ թիվ 23 երթուղին սպասարկող Ժոնգթոնգ ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը ապա գովազդային վահանակին։ 8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Երևանի թիվ 1 շրջփրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության բժիշկների մի քանի հերթապախում։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Երջանիկ պատահականություն է, որ ավտոբուսը չի հարվածել դիսկավորող սարքին, հակառակ դեպքում չէր բացառում ըստ մասնագետների տեղի ունենալ կրակի բռնկում։ Մայիսի 16-ին Վեդի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են Մերսեդեսն ու Օփելը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շրջվել։ 1 հոգի տեղափոխվել է Վեդի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Օփելի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են։ Վթարի փաստով քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Մայիսի 15-ին Աբովյան Ձորախբյուր ճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են BMW-ն եւ Օփելը։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին մեկնայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի TV 9-րդ եւ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել։ Օպերատիվ է գործել Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը։ Նրանք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դարձյալ մայիսի 15-ին Արցունուխը ճյուղում բախվել են 4 մեքենաներ։ Դրանցից Mercedes-ը շրջվել է, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վթարի փաստով բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Մայիսի 15-ին Նորգեղի գյուղում Զիլբերնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Տոյոտային։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները 1 հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Օպերատիվ են գործել փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Մայիսի 15-ին Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սասունի Opel Astra-ն եւ 26-ամյա Վահեի Mercedes Vito-ն։ 1 հոգի տեղափոխվել է նոյեմբերյան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Մայիսի 15-ին հեղուկ գազ տեղափոխող Դավ Բեռնատարը Արցունուխը ճյուղի ընթանալից դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին, մասամբ փակել երթևեկելի գոտին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վարորդը տեղում ենթարկվել է թափության փորձաքննության, եղել է թափ։ Մայիսի 11-ին էլ Mercedes-ը Երևան-Վանաձոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, շրջվել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև նշված Mercedes-ի վարորդը Պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է նշված ճանապարհահատվածում 2 ավտոմեքենաների բախումը, վթարը եւ ինքը խուստ տալով, որպեսզի չբախվի այդ ավտոմեքենաներին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ վթարի ենթարկվել։ Եվ վերջին ամիսներին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները ակտիվ պայքար են տարնում օրինախախտ վարորդների դեմ։ Օպերատիվ տեղեկություններից հետո նույն գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները Նորամար գյուղում հայտնաբերել են երիտասարդին, որը ՎԱԶ 2121-ը վարել է չունենալով վարորդական վկայական։